մասնակցելու այդ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցերի իր էջում անդրադարձել է եկեղեցականների կողմից հնչող քննադատություններին, որոնք սկսվել էին, երբ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում անդրադարձել էր եկեղեցիներում ամենատարբեր կենցաղային առարկաների, աղբի շինարարական մնացորդների, հին իրերի ու հագուստների առկայությանը։ Ըստ վարչապետի, այդ ամենատարբեր իրերի կուտակումների հետևանքով եկեղեցիները չուլանացված են։ Աննա Հակոբյանը գրել է. «Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են»։ Դե իհարկե այդպես էլ պետք է լիներ, չէ՞ որ չուլանները սև սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են։ Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Հավատավոր ժողովուրդը վաղուց արդեն համակերպված իր ուսերի վրա քաշ է տալիս երկրի գլխավոր մոլագար այլասերվածին։ Շվեյցարիայում ինչ եք անում, ում եք անվտանգ ուղարկում հարազատ բնորան, ում եք անհապաղ ազատում գերությունից։ Դուք գիտեք հոգևորն ինչ է, այ քեզ նորություն։ Երկրի գլխավոր հոգևոր մաֆիոզն ակնհայտորեն վրդովմունքի մեջ է ընկել, որ չուլաններից խոսակցությունն է բացվել, թե չէ ինչու պետք է հարձակվեին պետության ընտրված ղեկավարի վրա, գրել է Աննա Հակոբյանը։